Համն ու բույրն ուժեղ ասոցիացիաներ են ստեղծում։ Որևէ ծանոթ կամ հարազատ համ մեզ արագ հիշեցնում է կարևոր պահերի, թանկ հանդիպումների եւ հարազատագույն մարդկանց մասին։ Մարդիկ հաճախ ենթագիտակցորեն են գնում այնտեղ, որտեղ հաճելի հիշողություններ են ձևավորվել ժամանակին, ամրանալով, սիրելի համերով։ Այս անգամ եւս փոլի գաղտնիքներն ենք բացահայտելու։ Շատ անսպասելի համերով աղցան ենք պատրաստելու մեզ համար արդեն սիրելի ընկեր դարձած Դավթի հետ։ Իսկ փոլի բացօթյա սրճարանում հանդիպելու եմ իմ սիրելի ընկերներից Շաքե Հմայակյանի հետ, որը կարողանում է ժամանակակից լեզվով շատ հասանելի պատմել կարևորի մասին։ Ի վերջո ժամանակն է, որպեսզի խոհանոցի մասին խոսենք նախ առողջության տեսանկյունից։ Երևանյան առավոտները յուրահատուկ բույր եւ համ ունեն։ Թարմ եփած սուրճի, տաքացող օդի հետ կռիվ տվող թեթև քամու, խմորեղենի քաղցրության եւ հանդիպումների ջերմ սպասման բույրով եւ համով են հագեցած։ Այսօր հենց այդպիսի առավոտ է։ Մենք փոլում ենք բացօթյա սրճարանում, որտեղ ամեն առավոտ մի քիչ Փարիզ է լցվում Երևան ու պարուրվում մեր քաղաքի ջերմ արևով։ Ինչպես նշեցի, այսօր հանդիպելու եմ Շաքեի հետ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթաբան, բժիշկ բլոգեր, իմ շատ սիրելի ընկերուհու հետ։ Նա ոչ միայն ռադիոլոգ է, ճշգրիտ գիտության մարդ, այլև ինստագրամյան ինֆլուենսեր, որը կյանքը վառ գույներով է մատուցում եւ խոսում է ամենածանր խնդիրներից հուսադրող կերպով։ Նա գիտի ինչպես կարդալ ռենտգենը, բայց նաեւ ինչպես կարդալ կյանքը, սիրտը, առողջությունը, մարդկանց եւ իհարկե ինչպես ճիշտ ընտրել սիրելի մենյուից։ Բարի օր, շնորհակալություն։ Ինչքան գեղեցիկ ու համեղ բաներ են մեզ մատուցում։ Շնորհակալություն։ Շաքե ջան, բարով ես եկել։ Ողջույն, նազս։ Ես մտածեցի, որ մենք ամենասիրուն ու համեղ միջավայրում, Պոլում կկարողանանք իրար հետ խոսել, հասկանալով ոնց է անցնում քո ընտանեկան կյանքը, ինչ համեղ բաներ ես դու պատրաստում ինձ սիրելի Խաչանուշի հետ, քո բալիկների եւ ամուսնու համար, եւ առհասարակ ինչ է նշանակում առողջ սննդակարգ։ Սիրով խոսենք դրա մասին։ Նախ ասեմ, որ շատ սիրում եմ ես էլ Պոլը, մանավանդ իրենց կրուասանները ու բագետները համով։ Շնորհակալ եմ, որ հրավիրել ես։ Վերջապես քեզ տեսա։ Կարոտս անցավ։ Ինչ եմ սիրում ես պատրաստել, կա այդպիսի կարծիք, որ բժիշկները պետք է միայն ճիշտ սնվեն, միայն առողջ սնվեն։ Ես փորձում եմ այդ կարծիքին որոշ չափով համապատասխանել, բայց սուտ է, չէ։ Իրականում այո, դրանից չի, որ ես այսպես նիհար եմ։ Գենետիկայից սա, որ այսպես նիհար եմ։ Ես սիրում եմ համով ուտել, սիրում եմ երբեմն նաև պիցա, պաստա, ինչու՞ չէ նաև, երբեմն նաև բուրգերներ, որոնք մոտորերս համը արդեն մոռացել ենք անգամ օգտագործել, բայց երբեմն դա եւս ինձ թույլ եմ տալիս։ Դեսի Շաքե, ես վերջերս նոր բառ եմ ինձ համար բացահայտել, մարաժո բառը։ Ներսես ասաց, որ գառնեցիները ծնեբեկին արդեն ծաղկած դախացած ծնեբեկին մարաժո են ասում։ Հիմա շատ անուշ բառ է, պարզվեց Սյունիքում ու շատ այլ տարբեր տեղանքներում, նաև նույնիսկ կարծեմ աղիքալաքում մերոնք ասում են մարաժո ծնեբեկին, բայց չգիտեի, դախացած ծնեբեկին։ Բայց 30-ն անց ծնեբեկին։ Քիչ շատ։ Հիմա ինչ որ մի տարիքում դու սկսում ես առավել ուշադիր լինել սննդակարգին, որովհետև տարիքային հարցեր կան, ուզես թե ոչ։ Բայց դու նշեցիր բուրգերի պահը եւ ինձ հետաքրքիր է։ Այսինքն դու ուտում ես բուրգեր, հացեղեն, քո նշած համեղ կրուասանները, բագետները, ամեն ինչը եւ չես չաղանում։ Դե իրականում կա վայրեր, մանավանդ կնոջ մարմնի վրա, որ ուզած դու ուտես չուտես այդ հատվածներում սկսում է ճարպ կուտակվել, որովհետեւ այդպես է կարգը բնության։ Դա որովայնի հատվածն է, դա ազդրերն են, դա կոնքերն են եւ տարիքի հետ բնականաբար դա սկսում է ավելանալ այդ հատվածները ու այո, իհարկե պիտի հետևես այդ ամեն ինչին։ Գիտես, ասեցի բուրգեր ու հիշեցի, որ 1000 տարի առաջ եմ վերջին անգամ կերել, սենց հետո գնանք ուտենք։ Ես էլ չեմ հիշում երբ եմ կերել վերջին անգամ։ Երբեմն իհարկե կարելի է, բայց
ես երբեմն տեսնում եմ, որ մամաները երեխաներին այսպես կտրատում եւ բուրգեր են կերցնում տարբեր սրճարաններում, ես դա նկատել եմ, ինձ համար դա երեխա էսի նկատում եմ շատ փոքր, 2-3 տարեկան։ Ես ինքս դա երբեք չեմ արել, մինչև այժմ ես դեռ չեմ երեխաներից բուրգեր չեմ տվել, որպեսզի ուտեն, կոլա չեն խմել։ Փորձում եմ գոնե ինչքան կարող եմ դեռ հետ պահել, որովհետև գալու է մի տարիք, այն թինեյջերական տարիքում արդեն չես կարողանալու կոնտրոլ անել։ Ինչքան հնարավոր է փորձում իրենց առողջ սնունդ մատուցել։ Դու աշխատում ես հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում, որը կոնկրետ մասնագիտացված է կնոջ ամբողջական առողջության համար եւ հետաքրքիր է դու նկատել ես զուգահեռներ, ասենք թե որևէ մեկի սննդակարգի, իր ապրելակերպի եւ իր առողջության, լինի դա կրծքագեղձը, լինի իր կանացի այլ օրգանները, լինի ընդհանուր ֆիզիկական առողջությունը։ Իրականում շատ այսպես դիպուկ հարց տվեցիր, վերջերս հոդվածի վրա եմ աշխատում, գրեթե ավարտել եմ այդ հոդվածը, հետևյալն է հոդվածի վերնագիրը կրծքագեղձի քաղցկեղ եւ ճարպակալում կապի մասին։ Լուրջ ես ասում։ Շատ մեծ կապ կա ճարպակալման եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ։ Չեմ ուզում այսպես շատ տերմիններով ծանրաբեռնեմ հեռուստադիտողին, բայց ծանրաբեռնիր։ Հա, իրականում ինչքան քաշը ավել է լինում, այնքան օրգանիզմում քրոնիկ բորբոքում է սկսվում։ Մասնավորապես կրծքագեղձում գտնվող ճարպը իրենից ներկայացնում է սպիտակ ճարպ։ Հիմնական մեր օրգանիզմում գտնվող ճարպը դա դեղին ճարպն է։ Կրծքագեղձում սպիտակ ճարպն է, որը շատ ավելի հակված է այդ բորբոքման նկատմամբ, կոչվում է օնկոլոգիական միկրոմիջավայր է առաջանում այդ քրոնիկ բորբոքման հետևանքով։ Ու դա բերում է քաղցկեղի առաջացման։ Շատ հետաքրքիր թեմա է, շատ կուզեմ որպեսզի շատ արծարծվի, ես ինքս անընդհատ էջումս խոսում եմ դրա մասին եւ ոչ միայն կրծքագեղձի մասին է խոսքը, շատ այլ օրգաններում եւս ճարպակալման հետևանքով քաղցկեղի ռիսկը բարձրանում է, օրինակ հաստաղու քաղցկեղը եւս դրանցից մեկն է, բայց կրծքագեղձը շատ եմ ուսումնասիրել ու ռեալ կապ կա։ Ես նույնիսկ փորձում եմ առանձին տեսակի վրա կենտրոնանալ, բայց հասկացա, որ ընդհանրապես քաղցկեղի մասին է խոսքը, հենց կրծքագեղձի։ Շակ, այսինքն բոլոր մեր սիրելի մայրերը, պաշտելի տատիկները, տանտիկինները, որոնք ափսոսում են թափել վերջին կտոր հացը, հլավի տակի մնացած կպած, վառած, չգիտեմ ինչը, ամեն ինչը, ինչը որ մնում է սեղանին, չէ՞ որ նրանք ափսոսում են թափել, դե լավ էս ես ուտեմ, վերջանա ասելով, միայն վնասում են իրենց։ Դե այդպես կդժվարանամ ասել, շատ աղջիկներ կան, շատ կանայք կան, ովքեր որ քաշի խնդիր չունեն, բայց եւս ունեն քաղցկեղ։ Ուղղակի դա ռիսկը էլ ավելի է բարձրացնում, ինչպես օրինակ բարձրացնում է ալկոհոլը, ինչպես բարձրացնում է ծխախոտը, նստակյաց կյանքը, այդ ամեն ինչը, այսպես ասեմ, կումուլյատիվ էֆեկտ է ստեղծում օրգանիզմում։ Առանձին դժվար է ասել, որ այո, հենց սա չանես քաղցկեղ չի լինի։ Դա դժվար է ասել։ Արի հասկանանք ոնց ես դու սկսում քո առավոտը, որովհետև պոլը նաև նախաճաշի մասին է, ու ես վերջերս եմ սկսել քիչ թե շատ գրագետ նախաճաշել, ես ընդհանրապես հականախաճաշիստ եմ, այսպես ասեմ։ Այո։ Ես չեմ սիրում նախաճաշել։ Դու կգաս նուտրիցիոլոգներին։ Հա։ Իրենք էլ չեն սիրում։ Ինչ հետաքրքիր։ Հիմա տենդենս կա, ես նկատել եմ, ես նախաճաշ մարդ եմ։ Իմ համար այդ ճոխ ընթացք է նախաճաշը, ես ժամը 6-ին պատրաստ եմ արթնանամ, մարզվեմ, որ սիրուն նախաճաշ անեմ։ Ինստագրամում հրամցնեմ հետևորդներից։ Չէ, հրամցնելը մի բան է, այդ ամբողջը ուտելը։ Չէ, անում եմ, իրականում շատ սիրում եմ կատնաշորային, այսպես նախաճաշեր, մրգերով, տարբեր ոչ այս գրանոլայի նման, բայց ոչ այդ տապակած գրանոլաներն եմ սիրում օգտագործել մրգերով, այսինքն հումը չէ։ Հա, հում վարսակը չէ։ Հում վարսակը հենց։ Հա, դու սիրում ես հում վարսակն օգտագործել։ Այո, օգտագործել։ որովհետև ասում են, որ այդ վերամշակված սնունդներին են պատկանում, չէ, եփած չէ, այդ տապակած։ Շոկոլադե տապակած, չորացրած, հասարումի ձևի։ Այդ վերամշակված սննդի մեջ են մտնում, փորձում եմ դրանք չանես, դրանք շատ համով են։ Մի խոսքով ես 6-ին արթնանում եմ, մարզվում եմ, դա ոչ ամեն օր իհարկե, շաբաթը 2 անգամ, եւ անպայման նախաճաշում եմ, նոր գնում եմ աշխատանքի։ Ոյ, շնորհակալություն։ Մեզ համով բաներ բերեցին։ Դուք որոշեցիք, որ մենք նիհարելուց շատ ենք խոսում ու պետք է շտապ չավանալ։ Այստեղ կարող եք դնել։ Ահա, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիրամիսուն։ Շնորհակալ եմ։ Մեր սիրուն Շաքեին։ Շակ, հիմա դու ես տիրամիսուն չես ուտելու։ Ես նոր պատմում էի մեր նկարանող խմբին, որ 21 օր չեմ կերել ոչ մի տեսակի շաքար։ Օրինակ, ոնց ես հասկանում, շաքար կա թե ոչ։ Այդ հիմա ով է հասկանում։ Այ, նայր ինչու եմ ասում, որովհետև ես քաղցրասեր չեմ եւ շատ քիչ եմ ուտում քաղցր։ Դե հիմա շատ ընկերական բանից ելնելով սիրով կուտեմ։ Պիտի ուտենք։ Չէ, ես սիրով կուտեմ, սիրում եմ չիզքեյք, էլ տիրամիսու, էլ ամեն ինչ սիրում եմ, բայց ուտում եմ դարը մեկ։
օրգանիզմս չի պահանջում շաքար, բայց կան հացեր, որոնք ես անգամ համից վստահ եմ, որ շաքարով հավելում ունեն։ Հա, բայց կարող է ասեն, որ չկա շաքար։ Հա, բայց գրված չի։ Կամ ավելի վատ, գրված է շաքարի փոխարինիչ։ Էդ ինչ է։ Հիմա այնքան տարբեր ինֆորմացիաներ եմ պատտվում, արդեն չգիտես որին հավատաս, ես ինքս լինելով բժիշկ, սկսում եմ կասկածել, հիմա այդ շաքարի փոխարինիչը օգտակար է, թե հակառակն է լինում։ Ես աշխատում ստևիա օգտագործել, եթե, չգիտեմ, եթե նույնիսկ սուրճս պետք է քաղցրացնեմ, մի փոքր ստևիա կամ, չգիտեմ, ագավայի օշարակ եմ ավելացնում, որովհետև ես սուրճը քաղցր եմ սիրում։ Այսինքն դու վստահ ես, որ ագավայի օշարակի մեջ հենց ագավայի օշարակ է։ Վստահ չեմ։ Մի բան ասեմ, ինձ կներեք, էլի, բայց ես այս չիզքեյքը պիտի ուտեմ, որովհետև պահանջում է։ Այո։ Անուշ։ Եվ ես փորձեմ նկարահանումից հետո ուտեմ։ Հա։ Իզուր։ Մի հատ փորձեր էլի։ Չիզքեյքը։ Հենց այսպես կտրտեմ, վերջն է, շակ։ Այ ես ուզում եմ, ես մի օր պիտի նկարեմ ոնց են սարքում չիզքեյք։ Ինձ որ չեն ասում, այնքան հեշտ է, այնքան ինչն է հեշտ, սրա ինչն է հեշտ։ Ես էլ չեմ կարծում հեշտ է։ Բա այս տակի թխված քաբլի թլաններ, չէ՞, չորուկ։ Ինձ թվում ամենահեշտը դա է ստանալը։ Այս վրայինը ավելի բարդ է ստանալը։ Մանավանդ եթե իսկական պանիրով ես անում։ Վերջն է։ Շակ։ Քյավառական, դասական, ավանդական 24 շերտանոց մեր փախլավան։ Ինչու եմ ասում մեր, իմ մայրը ավելի ճիշտ իմ պապը Լանջախփյուրից էր։ Այո։ Քո մենք էլ Բայազետից ենք։ Բոլորս Բայազետից ենք, հա, բայց մեկը Սարուխանում, մյուսը Լանջախփյուրում։ Իրար հետ հավաքվում էին, նաև գյուղերով ու պատրաստում էին այդ ավանդական հարսի ծիսական փախլավան, որի մասին մենք իդեպ համի ուժերից մի թողարկման ընթացքում շատ սիրուն երկար ծավալուն նկարել ենք հենց Գավառում։ Այս ուզում եմ հասկանալ։ Հիմա դու այդ փախլավան չես ուտում։ Անկեղծ ասեմ, չէ։ Լավ էլի շոկ։ Ինձ համար դա շատ բարձր լեվելի քաղցր է։ Չգիտեմ, այդ ինչքան պիտի ես քաղցր չուտեմ որոշ ժամանակ, որ սիրտս դրանից ուզի, բայց գաթա շատ եմ սիրում։ Այ քյավառի գաթան, մածունով, շատ եմ սիրում ու չեմ կարող հրաժարվել։ Իսկ դու ինքդ թխում ես։ Վերջերս գաթա մի քանի անգամ թխել եմ, կլոր գաթա եմ թխել, շատ յուղոտ, տիպիկ քյավառա գաթա, որ մատերը տեսպես է։ Հետո հոտը չի անցնում երկար ժամանակ թխելուց հետո, հա, դա չեմ կարող ասել, չէ, շատ եմ սիրում։ Շակ, ամեն անգամ, երբ ես նայում եմ տարբեր տանտիկինների նույն գաթայի պատրաստման կերպը, ես հասկանում եմ, որ որքան տանտիկին, այդքան գաթայի պատրաստման ձև։ Եղանակ, այո։ Այդքան սպասի տարբերակ, այդքան հարիսայի հատուկ չոր ձև, ու կապ չունի, որ բաղադրիչները նույնն են։ Հա, բայց ամեն մեկը մի կերպ է պատրաստում։ Ես անկեղծ անամ, ինձ կսպանեն տնեցիքս հիմա, բայց ես YouTube-ից եմ նայել գաթայի պատրաստումը։ Մամաս որ իմացավ ասեց, որ քուրից չասես, որովհետև ես իրանից պիտի հարցնեի իրականում մեծ մորաքրոջիցս։ Հրանուշից։ Չէ, Սեդայից։ Դե ինքն է մեր ընտանիքում գաթա պատրաստողը, հա, շեֆը։ Ես չեմ պատրաստել երկար ժամանակ, որովհետև մեր տանը միշտ գաթա կա։ Սեդան միշտ պատրաստում, ուղարկում է, կարիքը չէր լինում։ Պատմիր ինձ ոնց է պատրաստում տիկին Սեդան այդ գաթան։ Չգիտեմ անկեղծ, բայց շատ համեղ է պատրաստում։ Բայց ինչ խորիզով։ Դե կարակով խորիզն են, չէ՞ անում, ինչքան գիտեմ։ Կարակով խորիզի մեջ, օրինակ ես վերջերս շատ սիրով էլի համի ուժով ցույց տվեցինք, պատրաստել եմ գաթա խուրմայով, այսինքն արմավով, չրեղենով, ու այդ շատ համեղ է։ Այդ շատ համեղ կնի, չէ, ինքը կլասիկ գաթան է պատրաստում, առանց մրգեղենի, առանց չորամրգերի տոյի։ Հա, այսինքն մենակ խորիզի այդ շաքարավազը։ Շաքարավազը խորիզով, իհարկե էլի լինում է տարբերակներ, որ ինքը պատրաստում է չորամրգերով, բայց հիմնականում կարող է շատ եմ սիրում այդ կլասիկ տարբերակը, դրա համար եմ անդադ դա նշում, ինքն էլ է սիրում այդ կլասիկ տարբերակը պատրաստել առանց չորամրգերի։ Մի վարքան տեսնեմ, տղաներ լավ եք, համեղ բաներ եք, չէ՞, պատրաստում, որ հետո ուտենք։ Ես գալիս եմ, Դավիթ ջան։ Ես մինչև այդ ուզում եմ ներկայացնել այս շատ յուրահատուկ խմիչքը, ուրեմն Պոլը ունի ամառային նոր մենյու եւ գիտես ինչու որոշեցին անպայման սա մեզ հյուրասիրել։ Այս խմիչքը մաչայով է, ոչ լակտոզային, մեջը կա վանիլային ինչ-որ յուրահատուկ բան եւ կապույտ շատ յուրահատուկ էլի ներկա նման բան, կոչվում է վանա կատու։
այդ խառը երկու տարբեր գույների, հիմա մի քիչ խառնվեց արդեն։ Ահա, դու ունես կատու։ Այո, վանաչի, ցավոք սրտի։ Հա, բայց շատ գեղեցիկ է, ինչ կատու։ Շոտլանդական կախականջ, այդպես է կոչվում։ Կախականջ։ Այո, որովհետև իրենք իրականում այդպես գենետիկ մուտացիայի հետևանքով են ստեղծվել, այսպես ասած, իրենց ականջները որոշակի տարիքից հետո ծալվում են ներքև։ Ու իրանք տես բույկի նման են դառնում, կլոր գլուխ են ունենում, դրանցից է։ Մոխրագույն։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց, որոնք կարծում են, թե սնվում են առողջ, բայց միևնույն է չեն կարողանում իրենց ֆիզիկական մարմինը կարգին վիճակի բերել։ Դու մարզվում ես, դու մոտիվացիա ես, քո Instagram-ում շատ կարևոր բժշկական նյութեր կան նաև, ինչը հիանալի է ուղղակի։ Շնորհակալ եմ։ Բայց քո խորհուրդը մեր համիուժյան նայողներին։ Նաս խորհուրդ կտամ չհիվանդանալ կալորիա հաշվելով։ Իրականում ամենակարևորը կալորիաներն են։ Եթե մարդ որոշում է քաշ կորցնել, բնականաբար պիտի կալորիաները հաշվի, բայց ցանկացած բանից եթե դու սկսում ես կախվածություն ունենալ, օրինակ ես գիտեմ մարդիկ րոպեն մեկ կշռվում են։ Դա իսկապես արդեն մարդու մենթալ առողջության վրա է ազդում, ես դրան դեմ եմ։ Խորհուրդ կտամ, որ բալանսավորված սնվեն, լինի բալանսավորված եւ սպիտակուց, եւ ճարպ, եւ ածխաջրեր, դա հիմնական կարևոր բաղադրիչներ են, որ պիտի լինեն մեր սննդակարգում, բայց բալանսավորված։ Եթե ունեն կարիք, բնականաբար պիտի դիմեն դիետոլոգի, որ իմանան թե ինչպես բալանսավորեն, բայց ես կատեգորիկ դեմ եմ որևէ բան լրիվ բացառելու, այսպես ինքնատանջ լինելով ինչ որ բանի հասնելու։ Մարզվեք, բալանսավորված սնվեք, երբեմն դες թույլ տվեք այսպեսի շքեղ համովություններ, ինչու՞ չէ։ Ես ուզում եմ հասկանալ, իսկ ինչու մենք չենք լսում մեր օրգանիզմը։ Այո, շատ ճիշտ բան ես ասում։ Որովհետև ես օրինակ ինձ միշտ ասում են, քո բախտը բերել է, բացարձակ այդպես չի, ես շատ զուսպ սնվող եմ, շատ։ Այո։ Աղմուկը շատ եմ անում։ Ես էլ եմ։ Ինչպես բնորոշեմ ես մեծ ընտանիքի տեր մարդկանց, բայց իմ կերածը իրական շատ քիչ է, եւ քանակով, եւ ծավալով, եւ իր կալորիականությամբ։ Ես գիտեմ, տեսել եմ։ Բայց երբ որ իմ օրգանիզմը պահանջում է օրինակ լոլիկ, ես չեմ մտածում 1 հատ կերա, թե 3 հատ։ Ես ուտում եմ այնքան, ինչքան պահանջում է իմ օրգանիզմը, հետո ասում է ստոպ ու էլ վերջ, դադարում եմ։ Այսինքն մարդը եթե կարողանա լսել ինքն իրեն, այդ էլի ահագին բան է, չէ՞։ Իհարկե, ու շատ ճիշտ նշեցիր, որ դու դադարում ես։ Այդ պահը շատերի մոտ չի ստացվում, այդ դադարեցնելու պահը։ Բայց որտեղ չկա։ Քեզ մոտ միգուցե տեղ չկա։ Իսկ ստամոքսը հակում ունի լայնանալու։ Նույնիսկ վիրահատված ստամոքսները, որոնք որ կտրում են, ես շատ ստամոքսներ եմ տեսել իմ պրակտիկայում վիրահատությունից հետո, ստամոքսը այո հնարավորություն ունի լայնանալ եւ հասնել իր հին չափերի, որովհետեւ ինքը սին օրգան է, էլաստիկ պատերով, դու ինչքան շատ ուտես, այնքան ինքը լայնանալու է ու տարողունակ է ավելի դառնալու։ Բնականաբար պահանջներն են դրան համապատասխան։ Բայց որ այստեղով նիհարում ես, բնականաբար այնտեղի վրա էլ ազդում է։ Կարևորը մտքով կարողանաս քեզ դրան տանել, որովհետեւ կարողանաս նիարել, դի տրամադրվես դրան։ Որոշում։ Այո, որոշում։ Պինդ որոշում, ոչ թե դե լավ վաղը, դե լավ մյուս օրը։ Պինդ որոշում։ Ես կարծում եմ, որ ուղղակի պետք չի ուտել ավելորդ ոչինչ, ինչպես որ պետք չի ասել ավելորդ ոչինչ, ինչպես որ պետք չի շփվել ավելորդ մարդկանց հետ, միանշանակ, ինչպես որ պետք չի պահել ավելորդ իրեր տանը, այսինքն մենք աղբով խճողում ենք թե մեր օրգանիզմը, եւ թե մեր միջավայրը, եւ թե մեր տունը։ Այո։ Դու չես սիրում ավելորդ իր։ Ավելորդ իր չեմ սիրում, բայց որ տեսնես հիմա մեր տանը ինչքան ավելորդ իր կա։ Դու ունես 2 երեխա, քոնահարգելի խաղալիքները։ Այո, ամեն անկյունում ես հոլովակ նկարելուց այսպես հազիվ մի տեղ տեղավորում եմ, որտեղ այգոնը մի քիչ այստեղից չերևա խաղալիք ու նկարում եմ, բայց դե դա ժամանակավոր է։ Ամփոփելով մեր զրույցը, Շակ, այդքան կարևոր ու բժշկական կոնտենտ է ստեղծում, շատ դեպքերում ինչ որ մեկը ասում է, եկեք հագնվեք ինձ հետ, այսօրվա իմ տեսքը լուքը, կներեք այդ բառի համար օտարակցին, սա է եւ կարող է ունենալ ավելի շատ դիտում, հետևորդ կամ արձագանք։ Տեսել ես արդյոք քո բժշկական նյութերի ազդեցությունը սովորական հետևորդների վրա, ասենք հետադարձ արձագանքը, որ ինչ լավ էր, փրկվեց մեկի կյանքը կամ առողջությունը շտկվեց։ Շատ ճիշտ բան ես ասում, Նազ, ես նույնիսկ ասեմ, մարդ կարող է նստել տգեղ ուտել, նկարել, տեղադրել ու այդ տգեղ կերածը հավաքի միլիոնավոր դիտումներ, իսկ ես որ մարդկանց ինչ-որ լուրջ բան ասեմ, դե լավ Շաքենա, խոսում է էլի, կիմանանք հետո։ Բայց իրականում ես շատ շնորհակալ եմ, որ էլի ահագին նայում են, ահագին լավ այսպես կրթվում են
Եվ ես նկատել եմ, որ գալիս են հետազոտության, իմ հետևորդները բավականին այսպես գիտելիք ձեռք բերած են գալիս։ Ու վերջերս, երբ որ ավարտեցի առողջապահության կառավարում եւ կազմակերպումը, ես թեզ պաշտպանեցի վերջում ու պաշտպանեցի թեզս իմ էջի մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց առողջության վրա ու բնականաբար մեծ ստատիստիկ թվեր հավաքեցի ու հասկացանք, թե դե որովհետեւ իմ հետևորդները զեղչեր ունեն մեր կենտրոնում, այդպես կարողացանք հասկանալ ովքեր են եղել ու մեծ կտրուկ աճ ենք նկատել այցելուների մեջ, պրևենտիվ բժշկության, այո, ովքեր որ ուղղակի եկել են հետազոտվելու, լսելով, որ այո, պետք է հետազոտվել առանց գանգատ ունենալու։ Ու կարծում եմ, գոնե այդ մի ստվար զանգվածի համար մի փոքր բարի գործ արել եմ եւ դրանով շարունակում եմ էջս վարել։ Մի փոքր, չէ, վստահ եմ շատ։ Սիրելի Համի Ուժյան դիտողներ, հեռուստադիտողներ, YouTube-յան հետևորդներ, Շաքե Հմայակյանը ոչ միայն շքեղ գեղեցիկ կին է ու հիանալի ընտանիքի տեր-մայր, այլև շատ լուրջ բժշկուհի է եւ պատրաստական է յուրաքանչյուրի օգտակար լինելու։ Գտեք, հետևեք նրա էջին, հետևեք խորհուրդներին եւ այո, այդ նախնական ստուգումը կարող է շատ լուրջ հետևանքներից ձեզ ազատել եւ իհարկե գեղեցիկ ու առողջ ապրելը շատ կարեւոր է նախ ձեր մտերիմների համար եւ իհարկե առաջնահերթ ինքներդ ձեզ համար։ Շաքե ջան, մեր Համի ուժում դու իսկական Համի ուժ ես։ Համով, հոտով, գեղեցիկ, բայց մենք սրանով չենք ավարտում։ Փոլը փոլ, մեր հաճելի սուրճախմությունը սուրճախմություն։ Իսկ գրանք բուրգեր ուտեն։ Եվ ձեր տանը մենք պիտի պատրաստենք որևէ մեկ համեղ սիրո ուտեստ, ինչ որ մի առիթով։ Եթե դեմ չես մամայի հետ։ Միայն կողմեմ։ Այո։ Մայրիկի եւ ինչու ոչ տիկին Սեդայնով բերենք արդեն։ Մեծ մորաքրոջը շահագործենք։ Շատ շքեղ կին է։ Ուզեմ տեսնել իրար։ Վստահ։ Բարևներս բոլորին, շնորհակալ եմ շատ։ Հատուկ տեսականուց ընտրված սուրճերը, լրացնող դեսերտն ու ամառային ճաշացանկի թարմ աղցանները առանձնահատուկ են դարձնում հանդիպումները Երևանյան փոլում։ Մենյուի հիմնական ուտեստները բացման առաջին օրվանից իհարկե կան, պահպանվել են, բայց դրանք անպայման ունենում են սեզոնային թարմացում։ Ձմեռային եւ ամառային մենյուն փոփոխվում է, նոր համեր եւ գույներ են ավելացվում, նոր շեշտադրություններ ըստ եղանակի, ըստ մեր զգացողությունների եւ ըստ երևանյան քաղաքային տրամադրության։ Փոլի ամբողջ թիմը, bakery, pastry շեֆերը, խոհարարները, անգամ օպերացիոն թիմի անդամները վերապատրաստվել են Ֆրանսիայում։ Ծանոթացել նոր պրոդուկտներին, բոլոր նոր տեխնիկական լրումներն անցել եւ իհարկե ամբողջապես պատրաստվել իսկական երևանյան փոլին։ Թիմն այնպես է արել, որպեսզի աշխարհի ցանկացած քաղաքի փոլի բրենդային համերն ու բույրերը լինեն նույնական նաեւ մեզ մոտ։ Իհարկե երևանյան շեշտադրությամբ։ Այսպիսով Փոլի շեֆ խոհարար Դավիթ Հարությունյանի առաջարկով այսօր ֆրանսիական յուրահատուկ թեթև ու համեղ ամառային աղցան ենք պատրաստելու։ Գնացինք։ Դավ ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց եք։ Շատ լավ, շատ լավ։ Սիրով ձեզ կարել ենք եւ կպատմենք ձեզ այսօր նոր ամառային մենյուի մասին եւ ինչու փոլի մասին։ Ընտիր, դավ, մենք ունենք մի կարևոր ծանր հարց։ Խաղցած կինը վտանգավոր է առողջության համար, ուրիշների առողջության համար, մանավանդ երբ ձերքում սուր դանակ է։ Շեֆի դանակն է շատ վտանգավոր։ Ուզում եմ ասեմ իվացեք։ Ես ձեզ ասեմ։ Շատ սուր է։ Ամենավտանգը, ամենամեծ վտանգը անհամ ուտելիքն է, եթե լինենք լուրջ։ Իսկ այսօր բացառում ենք անհամը, որովհետև մենք համի ուժով այստեղ ենք, եւ պատմեք ինձ ամառային մենյուից ինչ յուրահատուկ աղցան ենք պատրաստելու, որը կարողանան մեր տանտիրուհիները իրենց տանը իրագործել։ Այսօր իրականում ընտրել ենք շատ հեշտ աղցան, որպեսզի նաև տանը պատրաստենք։ Ընտիր։ Թեթև ամառային բազուկով եւ ֆետայով աղցան։ Ընտիր։ Բազուկ ֆետա, թեթև սոուս բազուկով եւ հունական յոգուրտով։ Այդ հանձրուկի մասին առանձին կպատմեք, հա, մենք ինչ ենք անում։ Դուք մի մտածեք խոսքերի մասին, ամեն ինչ նորմալ է, բոլորս օգտագործում ենք սոուս բառնել, հանձրուկներ եւ այլն։ Այո, Դավ ջան, ինչ պիտի անենք բազուկը։ Բազուկը նախապես խաշում ենք։ Խաշել ենք բազուկը։ Բազուկը նախապես խաշել ենք, ունենք խաշած, հեսա խաշած բազուկով կտրելու ենք բարակ սլայսների կամ կարպաչո, դնում ենք մարինադ, որից հետո մնացած բազուկը պատրաստում ենք թանձրուկ։ Հիմա կարանք նախ ի սկզբանե պատրաստենք թանձրուկը, հետո այնուհետև դնենք մարինադ։ Ես առաջարկում եմ դուք պատրաստեք թանձրուկը, ես բարակ կտրտեմ այն բազուկը, որը պիտի դնենք մարինադ։ Ապրեմ ես։ Այո։ Սկսեք։ Փոքր է թանձրուկին մեծը։ Չէ, փոքր եկեք ձեզ, որպեսզի հեշտ լինի սլայսներ արեք
շատ բարակ։ Ինչն է ձեր կարծիքով դժվար ինձ այս շեֆյան դանակով։ Այդ դանակը եթե ձեր ձեռքում Գլխատել այս բազուկը։ արդեն շատ հեշտ ամեն ինչ գնալու է ձեր մոտ։ Նայ, շատ բարակ, կարպաչո։ Կարպաչո։ Բա, մանր կտրատու, այստեղ պետք է այնտեղ ժժիկի հատվածը գնա։ Լավ։ Բայց այստեղ քանի որ դանակը ձեր ձեռքում է, պետք է խնդրեմ ի սկզբանե դուք բազուկը կիսեք 4 մասի տակ ես թանձրուկը պատրաստեմ, 4 մասի, այսպես։ Ես ուզում եմ ասել, որ նախապես մի քիչ գորգրացի, ճնշեցի եւ Դավիթը ինքնական մաքրեց բազուկը։ Այո։ Թե չէ ընդհանրապես լավ կլինի հարևանին հրավիրեք սուրճի, բազուկը այդ արանքում խաշեք ու մի տեսակ շատ թեթև էլեգանտ խնդրեք, ավայ ասեք բազուկը կմաքրես, ինքը մաքրի, դուք հետո ձեր աղցանը պատրաստեք, թե չէ բազուկ մաքրելը որս էր։ Սա հիմա դուք արդեն կտրատեք։ Ես կտրտեմ, վերջ։ Այստեղ ավելացնում եմ հիմա հունական յոգուրտը։ Հունական յոգուրտը մեր մածունը աշխատում է, չէ՞։ Այո։ Թանձրոտ։ Մեր թանձրոտ մածունը, մի քիչ քամած մեր մածունը։ Ընկեր։ Փաստորեն դուք 22 թվականից աշխատում եք փոլում որպես շեֆ խոհարար։ Այո։ Ոնց եղավ այդ պահը։ Ոնց եղավ։ Եկաք ընդունվեցիք։ Եկա ընդունվեցի, առաջարկ ստացա եւ ի սկզբանե գիտեի փոլի մասին։ Հա, կերել եք, շփվել եք։ Լսել էի իր մասին, ասեցի որ գալիս է Երևան, առաջարկը ստացա եւ միանգամից ընդունեցի։ Որից հետո մեկնեցի վերապատրաստման Փարիզ։ Օ, ինչ հաճելի, որտեղ եք վերապատրաստվել դա։ Իրանց մասնաճյուղերում։ Հենց փոլի, թե կոնդիտերսկի, բեյքերի եւ խանութ։ Ամեն տեղերով ծանոթացել եմ փոլի մշակույթին, որից հետո եկել ենք այստեղ այդ մշակույթը փորձել ենք դնենք այստեղ։ Իսկ որ գնացիք ու ծանոթացաք, իրենք տեսան, որ դուք մի հրաշալի անձնավորություն չցանկացան։ Միանալի մարդ, չցանկացան, որ դուք մնաք իրենց փոլերում։ Ես չցանկացա։ Բայց ասքի, ճիշտն ասեք, սկսել են բզբզել, համոզել, դե Դավիթ ջան, ինչ կա գնում եք Երևանում, համով չեն ուտում։ Մնացեք, մեր ֆրանսիացիք լավ են հասկանում ուտելիքից, հա, այդ տեքստերով։ Հա, բայց չէ։ Այ այսպես են անում, որ մեր ձեռքից համեղ սարքող մեր խոհարարներին տանում են, բայց ոչ, սա այդ դեպքը չի։ Այլ ինչ կտրատեմ, այս ընկույզը։ Եկեք, կարանք հիմա ընկույզը կարամելիզացնենք։ Այսինքն չկտրտենք։ Չէ, կարամելիզացնելուց հետո կտրտենք։ Ավելի հեշտ չի կտրտենք, հետո կարամելիզացնենք։ Չէ, եւ դուք ասեք ոնց դուք ինձ մի լսեք։ Դուք կլինեք միակ մարդը, որը ինձ չի լսի եկեք։ Դուք կլինեք միակ մարդը, ում ռեցեպտով կպատրաստեք։ Չէ, գործ չունենք, իմ ռեցեպտները միշտ խառն են եւ իմպրովիզային։ Այ պատմեք ոնց ենք կարամելիզացնում որևէ բան։ Ոչ շատ ուժեղ ջերմաստիճանի տակ տաքացնում ենք թավան։ Լցնում ենք։ Կարևորը շաքարավազը լցնենք, որպեսզի շատ չլինի։ Հա, որ գնդված չլինի, չդառնա քար։ Մեր այս քանակի փոփոխի դեպքում այս քանակը արդեն բավական է։ Սրանով թե մյուսով։ Ու դու սպասում ես ինքը լավ sense թուլանա սպիտակի, նոր սկսենք խառնել։ Տեսեք, արդեն արի նայ ոնց է թուլանում շաքարավազ։ Այ մեզ էլ են այսպես տապակի վրա թուլացնում։ Սպասեք, այսպես թուլանա։ Բայց եթե հիմա խառնեցիք, միանգամից գնդվելու է։ Չեմ խառնում։ Համբերատար սպասեք, մի քիչ թուլացնենք։ Վաու։ Միանգամից հալ չէ, այսի մեջ է հեղուկ կա շաքարավազի։ Ոչ։ Բա ոնց եղավ սենց։ Այստեղ ունենք ձիթայուղ, սոյա սոուս եւ բալզամիկ կացախ։ Ուրեմն այսպես, ես տանը ինքնուրույն բացահայտել եմ, ստեղծել եմ, հորինել եմ մի տարօրինակ բան, հումսունկը, սոյայի սոուսով, բալզամիկ կացախով, ձիթայուղով, ռեհան ու մի չնչին, սխտորեն որ չնչին, չզգանք նրան։ Գիտեք ինչ համեղ է։ Ես պատկերացրեցի, կարամ ամառային մենյուի մեջ որպես ներառեք առաջարկ սալատ ալյանազենի։ Իդեպ մենք շաբաթը մեկ
շեֆ առաջարկներ եք առաջարկում։ Ինչ լավ բան եք անում։ Այսինքն այնպես եք անում, որ եկողը չձանձրանա։ Այո։ Ну Հերիքա։ Հերիքա։ Դակ եթե փչացավ։ Չէ, որ փչացավ։ Չէ։ Ախ։ Այսօրվա դրությամբ աղ պղպեղ։ Ես անեմ թե դուք անեք։ Արեք դուք։ Դուք սոյան արեցիք, չէ՞։ Քանի որ սոյան արել ենք, աղը թեթև ենք անում։ Ինձ էս աղցանի տարբերակը արդեն դուր եկա, որովհետև բազուկ միշտ կա, ոչ թանկ է, ոչ բան։ Այս ֆետա պանդրի հարցն է, որը կարող ենք, եթե տանը չլինի ֆետա, ասենք փոխարինել համեղ չանախով։ Ինչու ոչ։ Չէ՞։ Համով կլինի։ Համով կլինի, բա։ Այսինքն քաղցրի, աղի, թթվի, ընդհանուրի ու նաև պանդրի աղի լինելու այս ընդհանրական համադրությունը մեր հիմնական շեշտադրումն է աղցանի մեջ։ Այո։ Այս աղցանը Ֆրանսիայի պոլերում կա։ Ոչ։ Հա։ Կարող եք գտնել Հայաստանում։ Հարգելի ֆրանսիացիներ, je m'appelle Nazeni, այդքանը։ Je m'appelle David. Je vous appelle. Nous avons David. Mais qui un petit peu. Mais je parle français. Tu parles français? Un petit peu? Peu. Un petit peu. C'est bravi. Լցնում ենք բազուկը համեմած բալզամիկ սոուսով, սոյայի սոուսով եւ ձիթայուղով։ Ես երբեք չէի դառնա շեֆ-խորհարար, որովհետև ես ամեն օր կանեի իմպրովիզ, որպես իսկական հայ։ Այն որը հաստատուն բանը գիտի, չէ՞, բայց մեկ այնքը իմպրովիզ պիտի անի։ Ինչի։ Բայց լավ է իմպրովիզ։ Ուй, չգիտեմ, դա ջան։ Իմպրովիզի արդյունքում է ստեղծվում նոր ուտելիքները։ Վերջ։ Այո։ Բանկուզի երբեք լցնելու։ Դուք ուզում եք ընկույզը։ Ես ընկույզասեր եմ։ Ընկույզը ամենավերջում։ Հիմա ֆետան ենք ջարդում վրան, բայց քանի որ դուք Ես քանի որ բազուկոտ եմ, դուք ջարդեք վրան, որ լինի սպիտակ։ Սիպ սպիտակ։ Ուրեմն աղցանի հիմնական սկզբունքը էս որ համեմում խառնում ենք, հետո հավաքում ենք, իսկ ֆետան ջարդում ենք վրան։ մեր սարքած բազուկի սոուսը։ Հիմա մենք Դուք կտակ ես։ Սիրով։ Ախ, դուք տակն եք սրսկում։ Այո։ Մեջը որպեսի մեջը սոուս լինի։ Իսկ օրինակ չեն կարող շերտ դնել ու սենց պզացնել։ Սենց էլ։ Դարձավ ամառային զատիկ։ Հիմա գուշակեք ինչի պահն է։ Ընկույզի։ Այո։ Ընտիր։ Լցրեք ընկույզը։ Հիմա ես եմ ձեզ գործի դնում։ Վերջ։ Պարզ, թեթև։ Ինչու ոչ ամառ։ Հիմա ես են պատարակաղից լիներ են Իտալուհի Ջոջիկի նման վերցնեի մամա միա ու շուպրտեի Աբովյան փողոց այդ պատարակաղը։ Ես արդեն նշմարվեցի, որպեսզի մեզ պատարակաղը մոտեցնենք։ Ես կարծում եմ մի գաղտնիք ասեմ, ինչե պատարակաղը գա։ Ես կարծում եմ, որ այս ընկույզը կարամելիզացնելիս կարելի է մի պտղունց աղ լցնել, ասեք ինչու։ Ծովաղ։ Շաքարավազի հետ մերսի շատ։ Գևորգ ջան։ Գնացինք։ Գնացինք։ Բազուկով եւ ֆետա պանիրով աղցանի համար անհրաժեշտ է բազուկ, ֆետա պանիր, հունական յոգուրտ, միքս կանաչիներ, ռուկոլա, մանգոլդ, սպանախ, մարոլի 3 տեսակ, կամ էլ ինչ որ ունեք, սոյայի սոուս, բալզամիկ քացախ, ձիթայուղ, աղ, սև պղպեղ։ Բազուկը պետք է խաշենք, նախապես մաքրենք, ապա բարակ շերտերով կտրատենք։ Մարինացնում ենք սոյայի սոուսով եւ բալզամիկ քացախով։ Միքս կանաչիները կտրատում ենք եւ խառնում մարինացված բազուկի հետ։ Համեմում ենք աղ ու պղպեղով։ Եփած բազուկի մի մասը բլենդերով խառնում ենք հունական յոգուրտի հետ, ստանալով խիուս։ Սա շատ կարևոր մի գաղտնիք է։
Եթե հունական յոգուրտ չկա ձեռքի տակ, կարող ենք թեթևակի քամած հայկական սիրելի մածունն օգտագործել։ Ընկույզը կարամելիզացնում ենք։ Այսպիսով ամեն ինչ պատրաստ է, մնում է ճիշտ կերպով խառնել իրար, միացնել։ Մատուցման ափսեի մեջ լցնում ենք կանաչիներով խառնած բազուկը, ավելացնում ենք յոգուրտային խյուսը, վրան կտրատում ենք ֆետա պանիրը։ Եվ այս ամենը զարդարում ենք նախապես կարամելիզացված մանր կտրտած ընկույզով։ Ահա այսպես է պատրաստվում ֆրանսիական կախարդանքը, պարզ թվացող, բայց շատ համեղ ու կարևոր բաղադրիչներ, եւ իհարկե աներևակայելի համ։ Ժողովուրդ, ուրեմն ձեր անձնական կյանքի դասավորության միակ տարբերակը Աբովյան փողոցի վրա ձեր պատրաստած սալատը ուտել եւ գովազդելն է։ Այդ հիշեք։ Վայ, ինչ մեծ եկավ դա։ Ոնց է։ Դուք պետք է ասեք։ Բոմբ։ Բարդ էր։ Երկար դադարից հետո կրկին ուժ հավաքելն ու թիմը համախմբելը բարդ էր թվում։ Կարծես ամեն ինչի մասին խոսել էինք, ներկայացրել մեր բոլոր նախորդ եթերաշրջանների ընթացքում։ Բայց գիտեք, համն այնպիսի զորավոր ուժ ունի, որը երբեք չի սպառվում։ Որքան խոհարար, այնքան տարբեր ձեռագրեր եւ համերի համադրություն։ Ինչպես իմ առավոտներն են սկսվում սուրճով, այնպես էլ 8-րդ եթերաշրջանի ճամփորդությունը մեկնարկեցինք հենց սուրճի աշխարհում։ Հետո ընկանք հիշողությունների գիրկը, թանգարանում պահվող գաղտնիքների մացանք։ Բացահայտեցինք սովետական խոհանոցը, լսեցինք խորհրդային ռեստորանների հետնաբեմային յուրահատուկ պատմությունները։ Էկոսննդամթերքից աղցաններ, կոկտեյլներ եւ դեսերտ պատրաստեցինք։ Իմ ու համի ուժի անուններով զարդարված գառնու համեղ գաթահամ տեսեցինք։ Տեր Գրիգորի պատրաստած աղցանները եւ զատկական ընտանեկան ընթրիքը, որակյալ կատնամթերքով սպասը եւ տհալը, ղավուրման, ֆրանսիական հացերը եւ կրեպը։ Համերի այս հրավառությանը զուգահեռ արվեստալի եւ թանկ հանդիպումներ ունեցանք հին ու նոր բարեկամների հետ, որոնց միավորում է մի շատ կարևոր բան՝ համի ուժը, թաթախված սիրո, հոգատարության, ուշադրության թանձրուկով։ Եվ այս ամենը մի նպատակի համար՝ գտնել մեր հարցի պատասխանը, լավ, ի վերջո ո՞րն է համի ուժի գաղտնիքը։ Չգիտեմ, երևի սերն ու հիշողությունը, որ միահյուսվում ու գեղեցիկ հեքիաթ են դառնում, անմահական։ Այո, այս եթերաշրջանն ավարտվեց, բայց սերը, որով պատրաստվում է ամեն ուտեստ, չի սպառվի երբեք։ Այն վերածվում է ոգու բաղադրատոմսի, առանց չափերի, առանց կաղապարների, առանց աչքաչափի կամ սահմանների։ Թող ձեր կյանքում սերն առատ լինի, հացի պես առատ ու համեղ։ Առանց դրա չի կարող լինել ոչինչ, իսկ դրանով ամեն կիսատ բանն անգամ դառնում է ամբողջական։ Ամփոփում եմ այս եթերաշրջանը, այո, բայց հրաժեշտ չեմ տալիս, ասում եմ ի տեսություն, մինչև հաջորդ եթերաշրջան։ Ձեզ հետ համի ուժներ եւ ես, Նազենի Հովհաննիսյանը, կհանդիպենք։